Քանի որ շատ տաղանդավոր երեխեք ունենք, միշտ այդ միտքը եղել է, որ 3 ամսվա ընթացքում գալիս են ու արագ գնում են, ինչ լավ կլներ, որ մի խումբ ստեղծեինք, որ կարենայինք իրանց հետ երկար աշխատեինք։ Հայտարարեցին, որ կարող ենք ավելի երկարաժամկետ խումբ վարել եւ այդտեղ հրախուսվում է այտենց տարբեր ծրագրերի համագործակցությունը, պարոն թատերարվեստը միասին որոշեցին ունենալ թատերական խումբ։ Փետրվարին արդեն սկսեցինք պիեսի վրա աշխատել, խումբը ձևավորվեց ու միանգամից սկսեցինք աշխատանքները։ Թատերարվեստին խմբին միանալուն դիմել էին 50-ից ավել մասնակիցներ, ընտրվեց 15 հոգի։ Որ ինքերս հատվում ասավ «Ան դու Բենոն ես», ես ինձ շատ էի ուրախացել։ Բենոն ֆանդերակ ու առաջի հենց ներկայացումներ, երբ որ ես գնացի ու հաչոցի ժամանակ, երբ որ ընտեղ ասում եմ, ես այստեղ եմ, այդ ժամանակ երեխեքը սկսեցին ծիծաղելու, ես ինձ իսկապես զգացի, որ իմ կերպարը ստացվել է, ես կարողացել եմ երեխեքին հանձնել այն, ինչ որ մենք այս քանի ամիսների ժամանակ պարապել էինք։ Հավատում են այդ ամեն ինչին ու պետքա իրոք շատ լավ խաղաց, որպեսզի հանդիսատեսը քեզ հավատա։ Մասնագիտական առումով շատ մեծ ձեռքբերումներ ստացա, քանի որ շատերի կողմից նկատվեցի, միգուցե ինչ-որ նոր առաջարկներ կստանամ, երկար ժամանակա չէի խաղացել ու ոնց որ սա նոր շունչ էր։ Ես խաղացել եմ աղվեսիկի դերում, շատ վառ տպավորություններ, շատ մեծ փորձ էր տվել, բեմում նաև որ հանդիսատեսը նայում էր, ուրախանում էր, հետո գալիս էին նկարվելու, դա էլ էր շատ ուրախալի, որ տեսնում ենք, որ բոլորին դուր է եկել։ Ամենալավ բաներից մեկը, որ այս ծրագիրը տվեց, դա ինձ թվում է հանդիսատեսի գնահատանքներ։ Երեխեքին ավելի վստահություն ա տվել։ Իրանք իրանց պրեմիերան ունեցան օրինակ Երևանի Հովհաննես Թումանյանի տեխնիկային թատրոնում։ Ու այն, որ իրանք հավատացին, իրանք իրանց սեփական օրինակով տեսան, որ իրանք կարող են այդ ամեն ինչ անել, պայմանները կան։ Պարզապես ցանկության վրա է։